Հոկտեմբերի 13-ին Շարմ էլ-Շեյխում տեղի է ունեցել խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի հաստատման ու այնտեղ պահվող իսրայելցի բոլոր պատանդներին ազատ արձակելու կապակցությամբ։ Լրատվականների աչքից չի վրիպել այն հատվածը, որտեղ Փաշինյանը փորձում է ինչ-որ բան ասել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն դա այդպես էլ նրան չի հաջողվում։ Լրատվամիջոցները ֆիքսել են հենց այն պահը, երբ Փաշինյանը մոտենում է բեմում ելույթ ունեցող Թրամփին, փորձելով նրա ուշադրությունը գրավել։ Փաշինյանը դիմում է նրան. «Պարոն նախագահ», ինչին Թրամփը շնորհակալական խոսքի ընթացքում կարճ ընդհատելով ելույթը պատասխանում է. «Մոտ եկեք», ապա շարունակում է իր խոսքը։ Երբ Թրամփը ավարտում է իր ելույթը, Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է, թե ով է ինքը՝ Հայաստանի վարչապետն է, ապա շնորհակալություն է հայտնում Վաշինգտոնի խաղաղության գործընթացի համար։ Այս մասին Օրագիր Նյուզը զրուցեց հոգեբան Միհրդադ Մադաթյանի հետ, ով մեզ բացատրեց եղելությունը։ Դա խոսում է նրա մասին, որ նախկինում երբ որ ինքը այստեղ տարածում էր մտքեր, որ Տրամփի իգիդայով ինչ-որ բաներ է տեղի ունեցել, դա սուտ է եղել, որտեղ հիմա ինքը ստիպված է նորից ներկայանալու Տրամփին։ Այսինքն դա նորից խոսում է նրա մասին, որ Տրամփի համար հետաքրքիր չի եղել նախորդ հանդիպումները, որպեսզի գոնե հիշի թե ով է Փաշինյանը իրանից ներկայացնում։ Հասկանում եք, չէ՞, մենք նախկինում ունեցել ենք հանդիպում, որտեղ Փաշինյանը մեծ խոսացել է Նոբելյա մրցանակի մասին, Տրամփի, որը այդպես էլ Տրամփը չստացավ բնականաբար այս տարի, որտեղ չէր կարա իրականանալ եւ այլն, հետո էլ եկավ ու սկսեց այդ ամենը թանկ վաճառել իր պակլոննիկների, հա, չգիտեմ, այդ իր ֆոլոուերների վրա, որ այդ տեսեք Ամերիկայի բան եւ ինչ որ մեկը նույնիսկ գրել էր բավականին հեղինակավոր մարդեր, համենայն դեպս այսօրվա իրականության մեջ, որ Փաշինյանը Տրամփի WhatsApp-ը ունի, չէ, ինչ որ sense միտքել է, չէ, շրջանառվում եւ այլն, բարձում է, որ Տրամփը նույնիսկ Փաշինյանին դեմքով չի հիշում եւ ամեն անգամ տեսնելուց նորից պետքա դրա մասին խոսի։ Երկրորդը ուզում եմ որպեսզի հասկանաք, որ մեր բոլորի համար էլ տհաճ է լինում հանդիպել երկրորդ անգամ մարդուն եւ հիշեցնել, թե մենք ով ենք, հա։ Սովորաբար դա անում են մարդիկ, ովքեր զրոյական նշանակություն ունեն դիմացինի համար, որտեղ եթե նշանակություն ունեցող մարդու հետ մեզ մի անգամ ծանոթացնում են, մենք սկսում ենք հիշել։ Բայց նեյրոլինգվիստիկայի մեջ այսպիսի մի բան էլ կա, երբ որ մենք ուզում ենք ինչ-որ մեկին նվաստացնել, ամեն անգամ մենք իրան չենք հիշում։ Ամեն անգամ մենք ստիպում ենք, որ ինքը իրան մեզ հիշացնի, դրանով նվաստանա, հիշեցնի թե ինքը հասկացաք, չէ՞ ինչ մասնա խոսքը։ Շատ կիրճ, շատ կուլտուրական, շատ բարեհամբույր ենք այդ ամեն ինչը անում, այնպես չի որ դա անում ենք մտածված, կոպիտ եւ հայոյանք։ Մի խոսքով ուզում եմ հասկանանք, որ բարձր մակարդակի վրա, то есть այն մակարդակի վրա, որ տեղի են մնում այդ պրոտոկոլային հանդիպումները, մարդը մարդուն չհիշելու տարբերակ չունի, որովհետեւ պրոտոկոլային Պուտինին, Թրամփին, մյուսին գրվում է, ով է թրաշված, անթրաշ է եւ այլն։ Եվ նույնիսկ էնել չէր, որ անցած անգամ ինքը սափրով եղած էր, հիմա անսափր ու փորձեր հիշացնել թե ով է, հա ինքը։ То есть այդ խնդիրն է մենք չունենք։ Այսինքն այստեղ Տրամփը պրոստը ցանկություն չունի հիշել։ Դա արդեն որիորդ անգամ Տրամփը հայտարարեց, մեզ էլ Ալբանիայի հետ խառնեց, չէ, տարբեր ուրիշ բաների հետ խառնեց, ամեն անգամ ի ցույց դնելով, որ Հայաստանի Հանրապետությունը իդեմս Նիկոլ Փաշինյանի ստորադասված է Տրամփի եւ Ամերիկայի կողմից եւ Ամերիկան շահեր չի տեսնում Հայաստանում եւ Նիկոլ Փաշինյանի մեջ։ Սա էր այդ ամեն ինչ, ոչ մեջ կա։ Հիմա ավելին ասեմ, բաղաչեմ այսօր, երբ որ ինչ-որ մի բան գրի, էլ ինքը հիշացնելու է ինքը ով է, հա, ասելու է Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, Տրամփն է ժպիտով, բա ինչ պիտի անի, հո չի հայրվի։ Այս ամբողջ խնդիրը։ Սրա երկրորդ կողմն էլ նա է, որ Նիկոլ Փաշինյանը ձեր նկարը դնում է, ես ձեռքը սեղմում եմ Տրամփի ձեռքը, չէ՞, ինչ որ ասես մի հատ գրառումով նկար է դնում, հասկացա՞ր, չէ՞, այն տիպը ես Լենինին եմ տեսել, այն մոտարապես այս ոգևորությամբ, հա, ինչ որ մի հատ մանկական մատաղ հորթի խանդավառությամբ, հասկացա՞ր, նկար է դնում, ինչ որ նորից ապացուցում է, որ ինքը ստորադասված է, հա, չընկալված է, հավասար դիրքեր չունի ու չի կարող ունենալ Տրամփի հետ եւ այլն։ Ես սրա մասին
խոսք ուրիշ։ Եվ եթե որևէ մեկը Ամերիկայի Միացյալ Նահանգներից ակնկալիք ունի, բացի Արամ Զավենի Սարգսյանից, որտեղ Արամ Զավենի Սարգսյանը ըստ իս գլխուղի սկզբունքային աշխատանքի հետ խնդիրներ ունի, դրա համար ինքը կարա բան անի, հա, ակնկալիքներ ունի նա նաև այլ մոլորակայինների հետ կապված եւ մնացած բոլոր բաների համար հիմա կարծում եմ եթե տրամաբանելու ունակություն ունի, ապա հիմա կարծում եմ որ այդ սպասումները իսպար պիտի վերանան այս փուլում այս ղեկավարի հետ այսպես ասեմ